Բարև ձեզ։ Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում մարդու իրավունքները 2025-ին, ինչ է խոստացել պետությունը, ինչ է ստացել ժողովուրդը թեմայով։ Ներկայացնեմ մեր բանախոսներին Արաքս Մելքոնյան, իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպության ղեկավար եւ Արթուր Սաքունց, իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար։ Բարև ձեզ հարգելի բանախոսներ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես կանխել բռնության, ատելության խոսքի, թշնամանքի դեպքերը, ապահովել հանրային համերաշխություն։ Այս նպատակները ուրվագծված են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրում։ Այսօր առավոտյան վարչապետ Փաշինյանը Facebook-յան էջում եկեղեցուն ուղղված վիրավորական գրառումների շարքեր սկսել։ Պարոն Սաքունց, քննարկումը սկսենք ձեզանից, կխնդրեմ ներկայացնեք նախ ձեր մեկնաբանությունը վարչապետի վերջին հրապարակային հայտարարությունների վերաբերյալ, իհարկե հաշվի առնելով հենց մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունը, որը խոստանում է պայքարել ատելության խոսքի դեմ, պաշտպանել արժանապատվությունը, խնդրեմ։ Շնորհակալություն։ Ճիշտ ասած, առավոտյան, երբ սկզբից ես Facebook-ի լրահոսը բերեց այդ գրառումը, առաջի իմ ռեակցիան, այսպես մտածեցի, որ իրապես կարող է բանը էջը կոտրել են եւ օգտագործում են, բայց ճշտում արեցի, որ չէ, եւ իհարկե շոկ առաջի ընկալումը զգայական առումով, բայց եթե դիտարկում ենք հենց մարդու իրավունքների տեսակետից այդ գրառումը, ապա առաջի հերթին դա կոպտագույն անթույլատրելի խախտում է պետության կողմից եւ հանձինս ամենաբարձր պաշտոնատար անձի կողմից մարդու անձնական կյանքի անհամաչափ ոչ իրավաչափ միջամտության տեսակետից հրապարակվում է տվյալ, որը վերաբերում է մի շարք մարդկանց անձնական կյանքին, իսկ անձնական կյանքի միջամտության չափանիշները հստակ է կոնվենցիայի հոդվածով, այո, կարող են միջամտություն լինել, բայց երբ որ դա անհրաժեշտ է անվտանգային եւ այլ նկատառումներից նելով, բայց տվյալ դեպքում որևէ հիմնավորում չկա, դեպ ավելին ինքը չի էլ կարող այդպիսի միջամտություն անի, որովհետեւ ինքը նման իրավասություն չունի, դա կարող է միայն լինել օրենքով, միայն դատարանի որոշման հիման վրա։ Սա մեկ։ Երկրորդը իհարկե մեզ համար հայտնի չէ, թե իրապես այդ խոր ատելությունը այդ մարդու նկատմամբ ինչով է պայմանավորված, բայց դա ինչով էլ պայմանավորված լինի, նույնիսկ դա արդարացում չի, որովհետև պետական ինստիտուտը եթե ինչ-որ տեղեկատվություն ունի, իսկ ենթադրում եմ, որ նման տեղեկատվությունը առնվազն պետք է լինի էլի ոչ իրավաչափ միջամտությամբ գուցե ազգային անվտանգության ծառայության մարմնի կողմից, պետք է զբաղվեն համապատասխան ուրեմն պետական մարմինները, բայց սրա հետևանքները բարոյական տեսակետից շատ ավելի ծանր են, որի պատասխանատվությունը կրելու է հենց ինքը վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ինչու՞։ Հիմա պատկերացրեք այդ կրոնավորի, ասենք քերու կինը, այն շրջապատը, որտեղ այդ մարդիկ ապրում են, նրանց երեխաները, ես չգիտեմ, երեխաներ էլ ունեն, թոռներ էլ ունեն, չէ՞, շրջապատի ընկալումը թիրախավորում է ընդ որում եւ նաեւ կնոջը։ Այսինքն մի ամբողջ շարան իրավունքի խախտման հիման վրա, որի հետևանքները շատ ծանր են, իսկ այդ մարդիկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են եւ Հանրապետության վարչապետը որպես իշխանության գործադիր իշխանության ղեկավար պատասխանատվություն ունի բոլոր քաղաքացիների հանդեպ, հա? Ավելին նման միջամտության որևէ, չգիտեմ, քաղաքական կամ նկատառումներից ելնելով որևէ թե իրավական, թե բարոյական անգամ, հա, չի կարող բացատրություն ունենալ
Եվ շատ գիտեք դա կարող էր ասենք թե ինչ որ բլոգեր կամ չգիտեմ ինչ որ մեկ այլ ոչ պաշտոնատար անձի կողմից հնչեցվել, բայց այստեղ մի հատ ուրիշ հարց էլ կա։ Խոսույթը, հանրային խոսույթը իջեցնում է մինչև լյումպենի մակարդակի։ Սա համարել պատասխանատվություն կա, այսինքն իրավունքի խախտման այնպիսի փաստի հետ գործ ունենք, բառապաշարը իր հերթին, չէ, վերջնաշուկ, որ խոսակցության մակարդակը իջեցնում է գործադիր իշխանության ղեկավարի կողմից այն մակարդակի, որը հայտնի գիտեք այդ դոկ երևույթը որ կար, չէ, որը կիրառում է, որը որտեղ նա պաշտոնատարան չի եւ իդեպ ցավոք սրտի իհարկե այդ խոսույթով տեսանք Երևանի ավականու ընտրությունների նույնիսկ ընտրազանգվածի ինչ որ մի աչակցություն ստացավ, այսինքն տեղի է ունենում այստեղ նաև քաղաքական, չասեմ, այլ նաև հասարակական, հա, բանավեճի մակարդակի այնպիսի նվազեցում, լյումպենացում, որ ընտրազանգվածին օրինակ է ցույց տալիս կամ որպես չափանիշ է ներկայացնում ձևավորում, որ այս խոսույթը էթիկայի տեսակետից պաշտոնատար անձի էթիկայի տեսակետից եթե ընդունելի է, ապա ուրեմն նշանակում մնացածը։ Իսկ ձեր ասած ուրեմն արժեքների տեսակետից ինքը բովանդակային առումով էլ է անհամատեղելի մարդու իրավունքների կոնցեպտի հետ, արժեհամակարգի հետ։ Եվ այդ խոսույթը ամենևին էլ սա ուղղակի անչափելի, անպատկերացնելի մեծ վնաս հասցրեց մթնոլորտի ձևավորման համար, մթնոլորտի ձևավորման վրա, որովհետև իրապես ատելության, գիտեք, ատելության խոսքը կարող է լինել եւ քաղաքակիրթ բառապաշարով, եւ կարող է լինել նման լյումպեն մակարդակով, որ ավելի է խորացնում բևեռացումը։ Հասկանում եք, որն է պատճառը, որ այդ հանրային քննադատությունը չի լինում ձեր նշած քաղաքակիրթ մակարդակով։ Ես չգիտեմ որն է պատճառը, բայց ես ասեցի, որ սա ինչ ուղերձ է հանրությանը, եթե ես չեմ կարող, նախ առաջին սա ուղերձ չի կարելի համարել, անթույլատրելի է նման խոսույթը եւ դա անթույլատրելի ուղերձ է, բայց ես երբ որ նշեցի փաստը Երևանի ավականու ընտրություններում այդ հայտնի անձի, ուրեմն տխրահարչակ անձի այդ խոսույթի պարագայում ընտրվելը, մնում է մտածել, որ երևի թե այդ բնույթի մոտեցումները քաղաքական նպատակ ունեն այդ ընտրազանգվածը, ասենք թե գրավելու կամ նման ընտրազանգվածի աչակցությունը ստանալու, բայց դա կներեք միամտություն է, որովհետև ճիշտ ասած ամբողջ ընտրական, չգիտեմ, ասել քաղաքացիների համար ոնց որ դու ցույց ես տալիս, ասում ես թե այս մակարդակը ընդունելի է, դա թույլատրելի է, այս խոսքի վրա, եւ դրանից հետո զարմանալ, որ ասենք ազգային ժողովում կարող է լինել այդ խոսույթը կամ նման բառապաշարի օգտագործումը։ Մյուսը կրթական հաստատություն եմ եւ մի հարց էլ։ Խոսքը վերաբերում է եկեղեցուն։ Գիտեք, շատ դասական մի հատ սկզբունք կա։ Պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին, եկեղեցին չպետք է միջամտի պետության գործերին։ Այսինքն կա այստեղ պետություն եւ եկեղեցին տարանջատեն սկզբունքը հայտնի, ճիշտ է, եւ կրթություն։ Հիմա եթե այդ ինստիտուցիոնալ խնդիրը դու նման ձևով ես ուզում լուծել, ապա ոչ միայն ոչ ինստիտուցիոնալ մոտեցում է, այլ նաեւ ընդհակառակը էլ ավելի ես խորացնում այդ ինստիտուցիոնալ խնդրի համար բարենպաստ կամ նպաստավոր պայմանները, որովհետև այդ հակամարտությունը կամ հակասությունը մեկը մյուսի նկատմամբ պետություն եկեղեցի ինքը ուղղակի ժողովրդավարական պետության քաղաքացիական հասարակության հենց կոնցեպտի տեսակետից, հա, քաղաքացիական պետության, քաղաքակիրթ պետության դեմ քայլ է։ Հասկանում եք, որ մենք լավ գիտենք պետության եւ եկեղեցի այդ հակամարտությունը երկար տարիներ նույն ժողովրդավարական, հա, ներկայիս Եվրոպայում ինչ դրսևորումներ է ունեցել։ Եվ ի վերջո եկել են հանգել են, որ չգիտեք, մենք եկեղեցու, եթե եկեղեցում կան ինչ-որ հարցեր, օրինակ մեր կաթոլիկ եկեղեցում կա սեռական ոտնձգության հարցը, դա իրավական բնույթի հարց է, որ պետք է զբաղվեն իրավական մարմինները, բայց ոչ թե գործադիր իշխանության մարմինը կամ ղեկավարը պետք է այդ հարցերով զբաղվի, եկեղեցին զբաղվի գործադիր իշխանության ներսում բարոյական, չգիտեմ, բաների հետ կապված, հասկանում եք ոնց է, սա ուղղակի ինստիտուցիոնալ մի քաոս է ստեղծում։
որից դուրս գալը ես ազնվորեն եմ ասում, չեմ պատկերացնում նման իրավիճակում, ասենք թե ոնց ենք մենք նույն մարդու իրավունքների ռազմավարության խնդիրները լուծելու։ Շնորհակալություն Տիկին Մելքոնյան, իհարկե նշեմ, որ կա կարծիք, որ սա գիտակցաբար է արվում եւ նախընտրական տեխնոլոգիա է։ Տիկին Մելքոնյան, դուք ինչ դիրքորոշում ունեք, սա ինչ է նշանակում հասարակության համար, այ պարոն Սաքուսն էլ նշեց, հիշատակեց որոշ դեպքեր, մենք տեսնում ենք, որ ազգային ժողովում, խորհրդարանում եւս հայհոյախառն իրավիճակներ են լինում, միմյանց նկատմամբ վիրավորանքներ, տեսնում ենք, որ նաեւ խմբակցություններից յուրաքանչյուրը նորմալ է գնահատում նաեւ սեփական թիմակցի վարքը։ Այս ագրեսիվ ատելության խոսքի տարածվածությունը, երբ նորմալացվում է բարձր մակարդակով, սա ինչ հետևանքներ է ունենում հանրության վրա։ Լավերի համար ես ցավում եմ, որ մենք քննարկումը սկսում ենք հենց այսօրվա ամենաշատ քննարկված հարցից, այլ ոչ հենց ռազմավարության իրականացումից, բայց իհարկե հանրային քննարկումների մակարդակի նման նշաձողի նման իջեցումը շատ խորը հետևանքներ է ունենում եւ դա մենք տեսնում ենք ոչ միայն վիրավորական խոսքի նորմալացում, ոչ միայն ընդդիմախոսներին լրացնելու գործիքակազմին նշաձողի նման իջեցում, այլ նաև հանրության շրջանում այս վարքագծի նորմալացում։ Լիովին համաձայն եմ պարոն Սաքունցի հետ, մենք չենք կարող հանրային իշխանության նման խոսույթով ուզում է լինի համարել այսպես խնդրահարույց եւ դա չդառնա հանրության համար նորմալ։ Լավ, որտեղ ամեն օր մեր հանրությունը սա լսում է ազգային ժողովում տարբեր մակարդակներ։ Այդտեղից հենց քննարկված հարցից ոնց որ մի վայրկյան։ Չէ, մի րոպե, Արթուր։ Հարգելի գործընկերներ, տեխնիկական խնդիրների պատճառով եթերը ընդհատվեց, Տիկին Մելքոնյան, կխնդրեմ շարունակեք։ Չգիտեմ խոսքից որ մասից ընդհատվեց, բայց քաղաքական խոսույթի կամ բանավեճի մակարդակը նման ձևով իջեցնելը այն աստիճան, որ ոչ միայն վիրավորանքներ, պիտակավորումներ, հայհոյանքներ արդեն մենք լսում ենք ուղիղ եթերում, բռնություն հանրային իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ, իհարկե սա ունենալու է շատ բացասական հետևանքներ հանրության համար, որովհետև հանրային իշխանության համար եթե մի բան կարելի է, ուրեմն կարելի է ամբողջ հանրության համար։ Մենք վերջերս զարմացած էինք, թե ինչպես էին խոսում կամ ինչ մթնոլորտ էր տիրում հանրակրթական դպրոցներից մեկում, ինչպիսի վիրավորական արտահայտություններ փոխադարձ նաև ուսուցչի նկատմամբ, անհարգալից վերաբերմունք, դարձյալ պիտակավորում։ Մենք զարմացած էինք, թե ինչպես Երևանի վարչական շրջաններից մեկում բռնություն է կիրառվում ուղիղ եթերում եւ տարբեր զարմանալի այսպես երևույթներ են տեղի ունենում, բայց սա ամբողջ այ քաղաքական վերնախավի կողմից նման վարքագիծը նորմալացնելու եւ ստանդարտ դնելու հետևանք է միանշանակ, որովհետեւ եթե դա չի ենթարկվում քաղաքական եւ նաեւ իրավական ամենակարևորը գնահատականի, իհարկե այս վարքագիծը նորմալացվում է։ Լավ, տեսեք, երբ որ համեմատենք հենց այն գործողություններով կամ այն սկզբունքներին, որոնց մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը ուղղված էր եւ ինչ էր խոսում եւ իշխանությունը եւ ինչպիսի հանձնառություններ էր վերցրել այդ ռազմավարությամբ, մենք լրիվ հակառակ պատկերն ունենք այսօր իրականությունում, որովհետև մենք ունենք վիրավորանքի դեմ պայքար, ատելության դեմ պայքար, խոշտանգումների դեմ պայքար, բռնության դեմ պայքար, լավ, եւ դրա համատեքստում իհարկե ունենք գործողություններ,
հանրային արշավներ իրականացնել ատելության, բռնության, կոչերի խտրականության դեմ, բայց մենք տեսնում ենք ամենաբարձր հանրային իշխանության մակարդակով, ոչ միայն գործադիրում, այլ նաև ազգային ժողովում եւ տարբեր նաև համայնքների մակարդակներում, որ եւ բռնությունը, եւ վիրավորանքը, հայհոյանքը լավ, եւ ատելության քարոզը, ատելության խոսքը դարձել է այսօր հենց իրենց կողմից կիրառվող ստանդարտ։ Որևէ հանրային արշավ, որը որ կանի դիպուկ արտադրության նախարարությունը կամ այլ նախարարություններ իրենց ոլորտներում չի տալու որևէ արդյունք, որովհետև հանրային մակարդակում, իշխանությունների մակարդակում եւ ազգային ժողովում ընդդիմություն եւ իշխանություն, այսպես փոխհրաձգությունների եւ քննադատության նշաձողի այդ աստիճանի իջեցման պայմաններում որևէ արդյունք չի տալու։ Սա է ցավալին, որովհետեւ երբ որ քաղաքացիական հասարակությունը նաև խոսում է անարդյունավետության վերաբերյալ այս ռազմավարությունների, հենց նաև դրա մի վառ օրինակն է, մենք չենք կարող թղթի վրա ունենալ գործողություններ, կատարվեն դարձյալ թղթի վրա ինչ-որ գործողություններ, օրենսդրական նախաձեռնություններ, բայց հանրային իշխանությունից գա այլ ազդակներ, լիովին այլ ազդակներ հասարակությանը, եւ երբ որ նաև այսպիսի մի ստանդարտ է նաև դրվում երկակի չափանիշների, եթե դա կատարում է հանրային իշխանության ներկայացուցիչը, դա նորմալիզացվում է, նորմալ վարքագիծ է դիտարկվում, եթե հանկարծ դա կարվի հանրային իշխանության դեմ, այստեղ ամբողջ իրավապահ համակարգի գործիքակազմը գործի է դրվում։ Այսինքն այս հանրային խոսույթը լիովին ուղղակի չիք է դարձնում այն բոլոր ջանքերը եւ այն բոլոր հանձնառությունները, որոնք հենց այս իշխանությունը հանձնառել էր եւ ուղղակիորեն հակասում է գործողությունը եւ այսպես խոսքը գործին համապատասխանության որևէ նշույլ այլևս չենք ունենում։ Իհարկե այս պարագայում կրկին հարց է ծագում, թե ինչ նպատակով են արվում այդ բոլոր ձեր նշած ուղեցույցները, մշակվում հանրային արշավները, այսքան գեղեցիկ տեքստերով ռազմավարությունները գրվում, եթե այդ ամբողջը մնում է թղթի վրա եւ պրակտիկայում մենք տեսնում ենք գործնական կյանքում տեսնում ենք բոլորովին այլ իրավիճակ։ Պարոն Սաքունց, կխնդրեմ նաեւ դուք անդրադառնաք այդ հարցին եւ կխնդրեմ որպես լրացում անպայման անդրադառնալ նաեւ վարչապետի տիկնոջ Աննա Հակոբյանի գրառումներին սոցցանցերում կատարած միջամտությանը, այս խնդրեմ։ Տեսեք, իրապես փաստորեն վարչապետի այս գրառումը հաջորդեց տիկին Հակոբյանի կողմից այդ որոշակի բառապաշարի կիրառմանը։ Հիմա որպեսզի մենք լինենք օբյեկտիվ, իհարկե մենք չենք անտեսում այն խոսույթը կամ այն կոպիտ միջամտությունը, որը եղել է ժամանակին նաև հենց Աննա Հակոբյանի, չէ, անձնական կյանքի վերաբերյալ տարատեսակ տեղեկությունների հրապարակումը, անվանարկումը, չէ, ասենք թե քաղաքացիական ամուսնության եւ իրավական դրա ձևակերպման այդ փաստի հետ կապված շարժումները, բայց դա էլ վերաբերվում է գործադիր իշխանության ներկայացուցիչի, ելնելով ինչ-ինչ վերաբերմունքից, ասենք թե համաձայն չէ, եւ դա կարա դրսեւորվի նման միջամտություններով եւ կարծիքի խոսքի ազատությունը եւ դա եվրոպական դատարանը ունի հստակ պրակտիկա, որ իշխանության ներկայացուցիչները պետք է ենթակա են ավելի սուր քննադատության, այդ թվում ընդհանուր միջև կարող է վիրավորական բնույթի, եւ դրանով այսինքն խոսքի այդպիսի ոճը, կարա պաշտպանված լինի խոսքի ազատության, կարծիքի արտահայտման։ Ի տարբերություն սովորական քաղաքացիների։ Հիմա իհարկե այստեղ մի հատ հարց կա։ Քաղաքական ընդդիմությունը, ես հստակ եմ ասում, մենք այսևի կրիմինալ բովանդակությամբ քաղաքական ընդդիմություն ես չեմ հիշում մինչև 2018 թիվը, բայց նրանք էլ են իշխանության մաս, թեկուզ փոքրամասնություն, բայց մեծամասնությամբ պատասխանատվությունը ոճի առումով ավելին, այսինքն եթե նույնիսկ քեզ այդևի ոճով քննադատում են, դու չպետք է թույլ տաս որպես մեծամասնություն իջնես այդ ոճին եւ նույն գործիքակազմով կամ նույն ոճով պատասխանես, սա մասին է խոսքը։ Եթե դու պետքա պատասխանես, եթե իշխանություն ես եւ քո անդամները թիրախավորվեն, այո, կարող են թիրախավորվել։ Դա քեզ ոչ մեկը զորով, ոչ մեկին չի բերել, ասենք թե գիտես, որ ստանձնի գործադիր իշխանության պատասխանատվությունը, չէ՞, ընտանիքով եւ այլն։
Եվ հետեւաբար դու այդ հայտնի դասական խոսքա, չէ՞, իշխանությունը պետք է ժողովրդի համ օրհնանքին եւ նաեւ անեծքին պատրաստ լինի։ Սրա մասին է խոսքը։ Այսինքն այստեղ համաձայն չլինելով, անթույլատրելի համարելով անձնական կյանքի թեկուզ պաշտոնատար անձանց անձնական կյանքի միջամտությունը այնուամենայնիվ դատապարտելով նույնիսկ, բայց առավել դատապարտելի է, երբ որ իշխանությունը նույն ոճով, նույն բառապաշարով, նույն մոտեցումով արձագանքում է։ Հիշեք բանը Շարլի Էբրոյի, չէ՞ կարծեմ, Մուհամեդի ծաղրանկարների հետ կապված ինքնարտահայտման ձևերից մեկն է, այսինքն եւ դա չկա որովհետեւ անձեր մխելի ինչ որ երևույթ, որի վերաբերյալ դու չես կարող արտահայտել կամ ծաղրանկար անես։ Իհարկե դրան հետևեց ինչը սպանությունը եւ հարձակումը բանի խմբագրության վրա։ Ուզում եմ ասել, որ կարող են նման դրսևորումներ լինել, բայց հիմա ինչ, ասենք թե քանի որ հարձակում ա եղել այդ ծաղրանկարները կամ նման ձևով ոչ թե վերաբերվել, այլ կարծիք արտահայտել կամ անդրադառնալը պետք է արգելվասն, չէ, ընդհակառակը պետությունը պետք է ապահովի այդ կարծիքի նման արտահայտման դրսևորումները, բայց ոչ թե նման դրսևորումներին հակադարձի նույնպիսի դրսևորումներով։ Սրա մասին է խոսքը։ Եվ սա իսկ նույնիսկ կրկնում չմոռանանք վարչապետի մակարդակով անձնական կյանքի միջամտությունը, այո, Տիկին Մելքոնյանի հետ լիովին համաձայն եմ, ով ում հետ է քնում, ինչա, դա իշխանության խնդիրն է։ Եթե եկեղեցուն լավ այդ անձնականն է, եթե խոսքը վերաբերում է եկեղեցականին, ապա դա էլ եկեղեցու խնդիրն է, բայց դու չպետք է այդ եկեղեցու ներքին գործերին այդ ոճով կարող են լրագրողական հետաքննություններ լինել, ես չգիտեմ, եկեղեցու անդամները իրենց ներսում ասենք թե ինչ որ ձևով քննարկումներ ունեն կամ քննարկումներ չունեն, բայց դու ընդհանրապես դա այդ հակամարտությունը ես հստակ կարող եմ ասել, այս ոչի, այս մակարդակի, որտեղ դու կարող ես հակամարտություն ունենաս, եթե ասես օրինակի համար եկեղեցին պետքա որպես կազմակերպություն հարկման ենթակա լինի, մաքսային արտոնություններից չօգտվի, օրինակի համար եմ ասում, դա դնես լի քաղաքակիրթ տարբերակ է, այսինքն պետքա կրոնական կազմակերպությունները բոլորը օրենքի առջև հավասար սկզբունքով, անկախ դրանց անվանումից եւ պատմական դերից կամ եւ այլն, ժողովրդավարական պետությունում լինեն եւ իրավական պետությունում լինեն օրենքի առջև հավասար, չէ՞, այս սկզբունքը դու դա կիրառի։ Եվ դրա հետ կապված եթե կլինեն հակադարձություններ, մենք այդ դեպքում կասենք, որ այդ հակադարձությունները հիմնավոր են, թե հիմնավոր չէ, բայց հիմա մենք խոսում ենք, որ այդ միջամտությունը հիմնավոր չէ։ Պարոն Սաքուն, հաշվի առնելով, որ 2026 թվական է գալու, նախընտրական տարի է, եւ ինչպես դուք ինքներդ էլ նշեցիք, եւ քաղաքական մեծամասնությունը եւ փոքրամասնությունը նույն այսպես հաղորդակցության ոճն է ընտրել, հա։ Այս պարագայում ինչ մեխանիզմ է հնարավոր գործարկել, որովհետև ինչ որ կերպ պետք է կանխվի այս կամ ինչ հետևանքներ կունենա ի վերջո հաշվի առնելով նախընտրական, հա, իրավիճակը, ինչ մեխանիզմներ կարելի է գործարկել, որպեսզի այդ էթիկական վարքագծի խախտումները չեզոքացվեն, խնդրեմ։ Բացի այն ինչ որ հիշատակեցի, կոնվենցիայի 10-րդ հոդվածը կարծիքի ընդհանրապես արտահայտման ազատության եւ դրա կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանափակումների հետևելը ես այլ մեխանիզմ չեմ պատկերացնում եւ նաեւ քաղաքասարակության կողմից նաեւ նման երևույթներին հստակ գնահատական տալը, այսինքն մենք չենք կարող մասնակիցը լինել նման ոչի բանավեճի կամ չգիտեմ արգումենտների նման վեճի, այսինքն մենք ինչպես միշտ ասենք թե մեր եղելա ինչքանով է վարքագիծը համապատասխանում իրավունքի, հա, նվազամարտու իրավունքի արժանապատվության նվազագույն ստանդարտներին։ Մենք գտնում ենք, որ ոճի առումով ատելության, վիրավորանքի, զրպարտանքի բառապաշարը մարդու իրավունքների հասկացության բովանդակությանը հակընդդեմ է։ Եվ այստեղ առումով մենք այլ բան չունենք ասելու ընտրազանգվածին Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որ այդ ոճով անկախ նայած ով որ քաղաքական ուժ ընդդիմադիր, որևէ մեկը չի կարող հավակնել վստահությունը, որ
պետք է ստանձնի ընդհանրենք մարդու իրավունքների բնագավառում պարտավորությունները կատարելու առումով։ Այսինքն զսպման միակ տարբերակը այդ մեր դիրքորոշումն է, որը պետք է մենք ներկայացնենք եւ դուրս չտանք որևէ քաղաքական նպատակահարմարություն, ինչպես միշտ եղել է։ Հասկանում եք ոնց է։ Ուղղակի նույնիսկ կրկնում եմ, այս պատասխանատվությունը իրապես ռազմավարության իրականացման հետ կապված։ Մի քիչ պատկերացնեք, չէ՞, այս խոսույթով ասենք թե մարդիկ գալիս են, կապ չունի։ Պատգամավորներ են, թե գործադիր իշխանության ներկայացուցիչներ, որոնք ասենք թե նման խոսույթ կիրառեն։ Ու մենք քննարկենք մարդու իրավունքների ռազմավարության ինչ-որ հարցեր։ Մի քիչ դիսոնանս առաջացնում, հասկանում եք ոնց է, այսինքն եթե կարելի անձնական կյանքի միջամտությունը ու մնա դա, այսինքն ընդունելի համարենք ու մեկ էլ խոսանք այս կողմի, այս բանը սրան այսպես ոճով խոսանք, հետո մեկ էլ ասենք մյուս սեղանին սկսենք խոսանք մարդու իրավունքների ռազմավարության ենթադրենք խնդիրների լուծումից։ Բազմակարծությունը, այո, սահմանադրական նորմ է։ Բազմակուսակցությունը սահմանադրական նորմ է, բայց ցանկացած նույնիսկ եմ կրկնում, այդ բազմակարծություն սահմանափակված է անձնական կյանքի միջամտության, անհիմն միջամտության, հասարակական, որտեղ դա ինքը նաև հասարակական կարգի խախտման դեմ է, այսինքն կարգ է խախտում, որտեղ այդ բևեռացման պայմաններում, լարվածության պայմաններում, լավ, իրավապահ մարմինը ո՞նց է պահպանելու հասարակական կարգը օրինակի համար, չէ՞։ Ինքը լուրջ համակարգային խնդիրներ առաջացնում։ Դրա համար մենք բացի այն ինչ որ ես ասեցի, դիրքորոշում են ինչ որ հիմա անում ենք, իհարկե նաև կլինի ամենայն հավանականությամբ հայտարարություններ, չի կարող չլինել, այլ տարբերակ, այլ գործիքական քաղաքացիական հասարակությունը չունի, մեր եղել է միշտ խոսքը, եղել է դիրքորոշումը, եղել է գնահատականները, որտեղ հանրությունը պետք է լսի նաև այլ բնույթի խոսք, ոչ միայն այդ գողփիսո, այլ քաչալշուն եւ այս տարբերակով ասենք թե ինչ որ բանավեճ էլի։ Շնորհակալություն Տիկին Մելքոնյան, անդրադառնանք այլ հարցերի, նույն ռազմավարությունը նշում է, որ պետք է ապահովել խոշտանգման, անմարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման, հետապնդման ուղղված գործուն մեխանիզմներ։ Մարդու իրավունքների 23-25 թվականների ռազմավարությունից 2 տարի անց, իհարկե դեռ ամիսներ կան, այդուհանդերձ ինչ ունենք իրականում ատելության խոսքի առումով մենք արդեն քննարկեցինք, ինչ ունենք այս հարցերի առնչությամբ, նշեմ, որ այդուհանդերձ տարեսկզբից ամեն դեպքում մենք ականատես եղանք տարբեր այսպես խոշտանգումների դեպքերի փակ հաստատություններում, ոստիկանական բաժանմունքներում, իհարկե ոստիկանության ներկայացուցիչների արձագանքին դեռ կանդրադառնանք, բայց սա ինչի մասին է, հա, խոսում։ Կրկին, ունենք ռազմավարություն, գեղեցիկ գրված, խնդրեմ։ Շատ կարճ ուզում եմ անդրադառնալ ձեր նախորդ հարցին։ Այո, քաղաքական խոսույթը նույնից եմ կրկնում, նշաձողը իջել է եւ իմ ափսոսանքը խոսքի սկզբում հենց դրա մասին էր, այսինքն մենք ցավալիորեն քննարկում ենք հարցեր, որոնք ըստ էության չպետք է քննարկենք, բայց դեռևս 21 թվականից մենք տեսնում ենք նաեւ հենց այս խոսույթի զարգացումը շատ ցավալիորեն եւ սա շատ հեշտ եւ ձեռնտու խոսույթ է, որովհետեւ պիտակավորել, ընդդիմախոսներին վիրավորել եւ հակառակը ոչ միայն իշխանությունների կողմից, այլ նաեւ ընդդիմության կողմից պիտակավորումներ, վիրավորանքներ հնչեցնելը շատ այսպես նաեւ շեղում է հանրությանը շատ կարեւոր բովանդակային խնդիրներից, այդ թվում եւ անվտանգային, մարդու իրավունքների, կոռուպցիոն դրսևորումների եւ այլն, եւ երբ որ հանրային իշխանությունը նորից եմ կրկնում իր ընդդիմախոսներին փորձում է լրացնել վիրավորանքով եւ այսպես անձնական կյանքի դաշտ մտնելով, սա իհարկե Պանդորայի դուռ է բացում կամ արք է բացում եւ սրա դիմացն անհրաժեշտ է առնել իրապես եւ հանրությունը պետք է մերժի հենց այս խոսույթը իբնե, որովհետև մենք չպետք է տուրք տանք նաև այս խոսույթի զարգացմանը, որովհետև մեր երկրի առաջ ծառացած այդ թվում եւ մարդու իրավունքների տեսանկյունից հարցերի կարեւորությունը եւ այսպես խստությունը չպետք է թույլ տա, որ հանրությունը մտնի այս դիսկուրսի մեջ նաև։ Իմ ասածը հենց ափսոսանքս հենց դրան էր նաև վերաբերում, որովհետև մենք այսօր տեսնում ենք նաև օրեցօր ավելի ուժ գնացող կրակոցներ, հարձակումներ մեր սահմանին, դա եւս ագրեսիայի ակտ է, երբ որ քաղաքացիական բնակչության
բնակելի տարածքներ եւ բնակարաններ են թիրախավորվում, բայց այսօր մեր հանրությունը քննարկում է այս գրառումները, այլ ոչ թե այդ հարցը եւ պահանջատիրություն չի զարգանում հենց օրինակ պաշտպանության գերատեսչությունից այս հարցերը լուծելու։ Սա է ցավալի, որ մենք հանրային մակարդակում բոլորս լավ այսօրվա կարծես թե բոլորի քննարկման առարկան այս խոսույթն է, բայց կարևորագույն հարցեր, այդ թվում մեր երկրի շատ կարևոր հարցեր հանրային քննարկումից եւ պահանջատիրությունից հանրային իշխանությունը ներկայացնելու դուրս են մնում։ Սա հենց մյուս տարվա նաեւ ընտրարշավի համատեքստում կարևոր է լինելու, որովհետեւ այո մենք լսելու ենք շատ տգեղ հանրային խոսք, բայց ոչ ծրագրեր, ոչ անելիքներ։ Ես այդպես եմ կանխատեսում անկեղծ ասած, 21 թվականին դա էր եւ հիմա ամբողջ 5 տարի մենք ազգային ժողովում այո լսում ենք պիտակավորումներ, փոխադարձ մեղադրանքներ, դավաճանը դու ես դիսկուրսի շրջապտույտում ենք անընդհատ եւ ոչ կարեւորագույն հարցերի վերաբերյալ քննարկումներ, ինչի տեղն է հենց օրինակ պարլամենտը եւ այլ մարմինները։ Անդրադառնալով ձեր հարցերին, այո, ես դարձյալ նշեցի, որ խոշտանգումներ, ատելության խոսք, լավ, այստեղ ոչ միայն քաղաքական մակարդակում է ատելության խոսքը, շատ կարևոր եմ համարում ասել, որ այսինքն քաղաքական կուսակցությունները իրար ատելության խոսք կամ ընդդիմախոսներին ատելության խոսք, բայց նախորդ տարվանից հատկապես եւ այս տարի եւս դա ուժ գնացել էր արցախցիների նկատմամբ ատելության խոսքը եւ այո հանրային իշխանության դարձյալ հանրային իշխանության մակարդակով նաեւ որտեվ եթե կհիշեք հատկապես նման ատելության խոսք պիտակավորումներ դրսևորվում են ինչ որ հանրային գործողությունների շրջանակներում այդ անձանց մասնակցությամբ օրինակ նույն մարտին ցույցեր իրականացվեցին եւ հենց այդ շրջանում պիտակավորումների բավականին մեծ ալիք բարձրացավ այսինքն մարդիկ իրենց սոցիալական իրավունքների պաշտպանության համար իրականացնում են իրավական իրավունքով լավ իրավունքահեն գործողություններ, խաղաղ ակցիաներ, ցույցեր, պահանջատիրություն են բարձրացնում եւ այդ օրինական իրենց իրավունքից օգտվելու գործողությունների շրջանակներում անձանց էլ պիտակավորում են։ Սկսած ցույցի մատերիալ, օրինակ արտահայտությունը եւ այլն պիտակավորումներ եւ եթե դարձյալ առնվազն սոցիալական ցանցերի մոնիթորինգի իրականացումը ցույց է տալիս թե դա ինչքան մեծ հանրային արձագանք է ստանում եւ ինչպես է դա նաեւ տարածվում հանրության շրջանում եւ լրջագույն խնդիրների կարող է բերել բայց այս նույն համատեքստում նորից եմ ասում ընտրովի արդարադատության շրջանակներում մենք ունենում ենք այս պիտակավորումների վիրավորանքի ատելության խոսքի, դա ատելության խոսք է սա, համար որևէ քրեական գնահատական չի տրվում, բայց երբ որ նույն օրինակ պետք է բերեմ Ղարիբ Բաբայանը, ով քննադատել էր իշխանության եւ ոստիկանությանը հատկապես այդ միջադեպի հետ կապված հարուցվեց քրեական վարույթ, նույն այո ատելության խոսք, վիրավորանք 329 հոդվածներ կարծեմ, տարածելու եւ ատելություն քարոզելու համատեքստում անձի նկատմամբ մեղադրանք առաջադրվեց, նրան նույնիսկ խափանման միջոց կիրառվեց նրա նկատմամբ եւ տեսնում ես այստեղ երկակի չափանիշները Եվ ավելին դա գնահատել էր վարույթն իրականացնող մարմինը, որ ոստիկանությունը սոցիալական խումբ է, սոցիալական բնույթի հանգամանքներով պայմանավորված, այնինչ ոստիկանության անգործությունը քննադատելը դա խոսքի ազատության համատեքստում գործողություն է, ինչը նշանակում ատելություն քարոզել ոստիկանության դեմ։ Լավ, եթե ոստիկանության անգործությունը հանցագործությունների կամ ինչ որ անձը իրավաբան չի կարող իր ընկալումներով լավ քննադատություն անգործության վերաբերյալ մեկնաբանում է եւ ոստիկանությունը եւ քրեական ամբողջ համակարգը աշխատում է անձի դեմ, այստեղ մենք ունենք ոչ այլ ինչ, քան այո, անձի թիրախավորում իր խոսքի ազատության համար։ Եվ դարձյալ, տեսեք, նույն ռազմավարությամբ նախատեսված էր տրեյնինգներ քննիչներին, ուղեցույցերի մշակում ատելության խոսքի որակման եւ այլնի համատեքստում եւ մենք ունենք օրինակ հաշվետվություններ, որ X թվով, բավականին մեծ թվով քննիչներ անցել են ատելության խոսքի որակման եւ այլնի վերապատրաստումներ, բայց ինչպես են նրանք որակում դիցուք խոսքը
այստեղ արդեն մենք ունենք խնդիր։ Եվ այդ խնդիրը գալիս է իհարկե, մենք սրա մասին շատ ենք խոսել հենց ձեր տաղավարից էլ, իրավապահ համակարգի անկախության խնդիր մենք ունենք։ Արդյոք այսօր իրավապահ համակարգը այնքան անկախ է, որպեսզի չերկակի ստանդարտներ եւ քաղաքական նպատակահարմարությամբ չգործի իշխանության ընդդիմախոսների եւ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ հավասար մոտեցում դրսեւորի։ Անդրադառնալով խոշտանգումներին, եւս սա ամենակնարկված թեմաներից է, եւ մենք ունենք, այո, կարող եմ այդպես ասել, որ խոշտանգումների դեմ պայքարի շատ ցածր մակարդակ։ Եթե պես շատ կրիտիկական գնահատվի 0 մակարդակ։ Մենք չունենք բռնության դեմ առհասարակ հանրության ընկալման մեջ 0 հանդուրժողականության սկզբունքի տարածում, լավ, եւ ոչ միայն ֆիզիկական բռնության։ Տեսեք, այսօրվա հենց նույն այս քննարկման թեման հոգեբանական բռնություն է, վերբալ բռնություն է, մենք նորմալացվում է բռնությունը եւ ոստիկանության մակարդակում, եւ բանակի մակարդակում, ընտանիքում եւ այլն։ Եթե հանրությունը տեսնում է, որ ազգային ժողովում բռնություն է, հոգեբանական, ֆիզիկական, նորից խոսքային բռնություն իրար վիրավորում են, ծեծում են ուղիղ եթերով եւ որևէ հետո իրավական, քաղաքական գնահատական չի արժանանում, այդ վարքագիծը դառնում է նորմալ։ Մենք տեսնում ենք տեսանյութեր, որտեղ ոստիկանը բռնության է ենթարկում եւ հանրային ընկալումը կարող է լինել, որ լավ է արել։ Այսինքն հանրությունը չի ընկալում բռնությունը, պահանջատեր չէ նաեւ այս համատեքստում, որովհետեւ դա նորմալացվում է։ Դա նորմալացվում է ամբողջ հանրային դիսկուրսում եւ իհարկե դարձյալ այստեղ մենք ունենք հարցեր հենց իրավապահ համակարգին, դատախազական համակարգին, քննչական մարմիններին, որքանով են նրանք անկախ եւ որքանով են նրանք իզորու այս գործողությունների դեմ իրականացնելու պատշաճ արդյունավետ քննություն եւ պատասխանատվության ենթարկելու։ Ներքին գործերի նախարարության մակարդակում եւս այո, ռազմավարությունը կա, գործողություններն իրականացվում են, ինչ լավ, բայց դարձյալ մենք ունենք ռազմավարություններ, դրանցով իրականացվող օրենսդրական, չգիտեմ, վերապատրաստման գործընթացներ, բայց մենք պրակտիկան տեսնում ենք, թե նույն պարեկը, որը վերապատրաստվել է, բարեվարքության գնահատում է անցել բավականին բարձր իրենց ասելով, բայց մենք տեսնում ենք, թե ինչպես է պրակտիկայում պարեկը անհամաչափ ուժ գործադրում, նվաստացուցիչ վերաբերմունքի ենթարկում անձին փողոցում եւ դրա համար որևէ պատասխանատվություն առ այսօր չկա։ Էլ չեմ խոսում քրեական վարույթի շրջանակներում անձանցից բռնությամբ, խոշտանգումով, ցուցմունքներ եւ այլ տեղեկատվություն կորզելու մյուս դեպքերին, էլ չեմ ասում հավաքների ընթացքում անձանց նկատմամբ բռնություն գործադրելուն եւ հատկապես այն հավաքների ժամանակ, որոնք հակաիշխանական են կամ իշխանության դեմ ինչ-որ պահանջներ ներկայացնելուն են ուղղված։ Լավ, նույն հունիսի 12-ի դեպքը սա ցայտուն օրինակն է դարձյալ երկակի չափանիշների, թե ինչպես ցուցարարների նկատմամբ քրեական վարույթը կարող է քննվել մեկ ամիս չանցած այդ քրեական վարույթը լինել դատարանում եւ ոստիկանության գործողությունների գնահատականը տրվի տարիներով։ Նույնը եղել է 2016 թվականին, ես սա բազմիցս եմ ասել, եղել է նույնը 2015 թվականին, 18 թվականին, 23 թվականին եւ շարունակվում է նաեւ հիմա։ Նույն, տեսեք, նույն ռազմավարությամբ, սա մի օրինակ է, որն ուզում եի ասել, ռազմավարությամբ նախատեսված է ձերբակալված անձանց տեղափոխելու մեքենաների լավացնել, լավ, պարկի թարմացում, մի խոսքով ստանդարտներին համապատասխանեցնել, ինչ որ գործողություններ կատարվել են, հաշվետվությունները ներկայացվում են, բայց անձին տեղափոխելու ժամանակ նրան բռնության ենթարկելու քրեական վարույթը արկախված է, մինչդեռ նույն անձի կողմից ենթադրյալ կատարված հանցագործությունը, ու արդեն դատավճիռ կա, բայց տեղօրինական ուժի մեջ չի մտել, արդեն դատարանում է, քրեական վարույթով ավարտվել է, դատավճիռ ունենք առաջին այցյանի, բայց իրեն խոշտանգման, իրեն բռնության ենթարկելու մասին վարույթը դեռ այդպես արկախված է, որևէ մեղադրյալ չկա, նույնիսկ այն ոստիկանները, որոնց ուղեկցությամբ նա գնացել է այդ ընթացքում բռնության ենթարկվել։ Սամվել Վարդանյանի վերաբերյալ եմ ասում։
Սա երկակի չափանիշների մասին է խոսում եւ դարձյալ եթե մենք ունենք ռազմավարություններով գործողություններ իրականացնել վերապատրաստումներ համալրել քննիչներին համալրել ոստիկանությունը բարևարք ոստիկաններով նրանց կրթել վերապատրաստել շատ բարի ուր են այդ ոստիկանները ուր են այդ քննիչները որոնք պետք է քննեն պատշաճ անկախ արդյունավետ որովհետեւ մենք ունենանք արդյունք նույնը ոստիկանները այս տարի մենք անցանք սա էլ ասեմ ու խոսքը փոխանցեմ պարոն Սաքունցին ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի գնահատականը որը բառացիորեն ասել է որ չկա զրո հանդուրժողականություն բռնության նկատմամբ Հայաստանում դա ստանդարտ չի դրվել իհարկե շատ կարևոր է նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացրած զեկույցները որտեղ մենք խոսել ենք այս մասին եւ այո եթե չկա բռնության նկատմամբ զրո հանդուրժողականություն հանրային իշխանության ամենաբարձր մակարդակում որտեղ որ դա լինի որտեղ որ լինի դպրոցում բանակում բանտում այս տարի մենք աննախադեպ մահեր ենք ունեցել բանտերում եւ չենք տեղեկանում այդ դեպքերի մասին քննությանը միանգամից նախարարի մակարդակով խոսվում է որ վնասվածքներ չեն արձանագրվել 2 ժամ հետո մենք ունենում ենք ՄԻՊ-ի եւ դիտորդական խմբի արձանագրությունները որ վնասվածքներ են հայտնաբերվել այսինքն այստեղից էլ արդյոք մենք չենք այստեղից էլ բխեցվում է որ նախարարն ուղղորդում է նաև քննությունը եւ հետո մենք տեսնում ենք որ այդ քննությունը տարիներ է տևում մենք մոռանում հանրությունը մոռանում է դժողը մնում է միայնակ լավ կամ դժողի իրավահաջորդը եւ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում Արդյունքում կամ կասեցվում են կամ կարճվում են։ Պարոն Սաքունց, ձեր դիրքորոշումը, այստեղ ես ուզում եմ անպայման նշել ներքին գործերի նախարար տեղակալ օրինակ Արմեն Մակրչյանը, վերջերս նույն թեմայով կազմակերպված քննարկման ընթացքում նշել էր, որ համամիջ չէ, թե ոստիկանությունը չի կարողանում ձերբազատվել բռնությունից, ըստ նրա թե բռնության դրսևորումները ոստիկանության համակարգում լիովին վերացած չեն, սակայն իրենք ակտիվորեն աշխատում են այդ ուղղությամբ։ Քննչական կոմիտեի ներկայացուցիչը նշել է, որ տուժող քաղաքացիները ոստիկանության ծառայողների կողմից կիրառված համաչափ ընկալում են որպես բռնություն երբեմն, քանի որ քաղաքացիների իրավագիտակցության մակարդակը շատ հաճախ ցածր է։ Ես չգիտեմ թե ինչպես են չափել քաղաքացիների իրավագիտակցության մակարդակը, բայց արժանապատվությունը նվաստացնող դեպքերով քննություն իրականացնող քննիչների իրավական մակարդակը շատ հեռու է կոնվենցիոն չափանիշներից։ Առաջինը, որ նման դեպքերով հաղորդումներով քննությունը պետք է լինի անհապաղ, արդյունավետ եւ արդյունքները շատ շուտ լինեն, ոչ թե տարիներով այդ քննությունը վարվի։ Դա արդյոք նման ժամկետներում, հա, 10 ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեյում կոմիտեի ներկայացուցիչը հարց է տալիս Հայաստանի ներկայացուցիչին։ Մենք դրան կանդրադառնանք հունիսի 27-ին լուրջ քննարկմամբ, հա, այդ ռեկոմենդացիա, թե ինչ պատասխանատվություն են կրել 2008 թվականի մարտի 1-ին քաղաքացիների դեմ բռնություններ կատարած ոստիկանները։ Ինչի մասին է խոսքը։ Լավ հասկացանք մինչև 2018-ը, որը 2018-ից հետո էլ անցել է 7 տարի, չէ՞։ Այսինքն 8 թվականից էլ անցել է 17 տարի։ Այդ ինչ իրավական բանը մակարդակը ցույց տալու, որ մինչև հիմա այդ բաները բռնություն կատարած ոստիկանները չեն պատասխանատվության չեն ենթարկվել։ Սա ուղղակի եկեք գիտեք ոնց է, չենք ասում, որ ջանքեր չեն գործադրում, բայց կներեք, այդ ջանքերի արդյունքը պետք է լինի կոնկրետ պատասխանատվության ինստիտուտով։ Հիմա խոսքը երբ որ գնում է անհամաչափ համաչափություն, ով է որոշողը։ Քննության արդյունքները պետք է բանանեն, օբյեկտիվ, բազմակողմանի լրիվ քննության հիման վրա։ Եթե քննությունը չի ավարտված, այդ ինչ արդյունքների հիման վրա է նման գնահատական տալիս, որ բանը անհամաչափը ընկալում են որպես բանը համաչափը կիրառում են որպես անհամաչափ։ Հիմա մի հատ հարց էլ անդրադառնանք։ Գիտեք, այո, Տիկին Մելքոնյան ուզում եմ այդ թեման իրապես պետք է զարգացնել, անվտանգային լուրջ խնդիրներ ունենք։ Բայց հենց
անվտանգային խնդիրները լուծել մարդու իրավունքների նկատմամբ նման վերաբերմունքով, խախտումներով ինքը չի նպաստում անվտանգային սպառնալիքների դիմագրավմանն ու հաղթահարմանը, սա ես ոնց բացատրեմ արդեն։ Տեսեք, ասում են լավ, արցախցիները նախ առաջերտին գիտեք լոռեցիներ, արցախցիներ, գյումրեցիներ, բոլոր լոռեցիները նույնը չեն, բոլոր արցախցիները նույնը չեն, բոլոր գյումրեցիները եւ բոլոր Հայաստանի բոլոր քաղաքացիները նույնը չեն։ Բայց եթե ինչ որ մի կողմ, քաղաքական կողմ ուզում արցախցիների անվան տակ ինչ որ գործողություն կատարի, դա չի նշանակում, որ հակադարձողը նույն այսպես կոչված խայծը կուլ տալով բոլոր արցախցիներին պետքա նույն ձևով վերաբերվի։ Դա անվտանգային մարտահրավերի հետ կապված համարժեք մոտեցում է։ Այդ բազմազանությունը ասած է, որ օբյեկտիվորեն, որ արցախցիներ կան, որոնք այլ կարծիք ունեն, մեկ այլ արցախցիներ կան, այլ կարծիք ունեն։ Ի վերջո այդ տարբերությունը, բազմակարծությունը հավասարացնել, այդ վերացնելու միտումը կապ չունի որ քաղաքական ուժից։ Եթե մեկը միտումն է, որ գիտակցաբար կեղծում է եւ հանդես է գալիս, որ նույնիսկ բանը որևէ պետության ղեկավար, որը ընտրված է, չի կարող ամբողջ պետության քաղաքացիների անունից հա միանշանակ հանդես գա, որտեղ դեռ կան տարբեր կարծիքներ։ Ոնց որ հիմա մենք տարբեր կարծիք ունենք, հասկանում եք ոնց է։ Այս մանիպուլյացիային ինքնին անթույլատրելի է մանիպուլյացիան, շատ ավելի անթույլատրելի այդ մանիպուլյացիայի խայծը կուլ տալը։ Հիմա մի հատ հարց է։ Ատելության խոսքի դրսևորումը, երբ որ ազգային ժողովի պատգամավորին կապ չունի։ Բռնության են ենթարկվում եւ որևիցե մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Եվ նույն ձևի կարող է բռնության ենթարկի նաեւ իշխանության ներկայացուցիչը։ Հիմա օքեյ, իշխանության ներկայացուցիչի նկատմամբ ատելության խոսք տարածողին պատասխանատվության ենթարկեցիր, բայց ընդդիմության ներկայացուցիչի նկատմամբ բռնություն կատարողին ինչի՞ չես պատասխանատվության ենթարկում։ Արդյոք սա այս տարբերակված մոտեցումը անվտանգային մարտահրավերների դիմագրավման հիմքը հանդիսացող սոցիալական համերաշխության, իրավունքի գերակայության սկզբունքի, մարդու իրավունքի նկատմամբ հարգանքի բացակայության պարագայում հնարավոր է։ Իհարկե ոչ, որտեղ ինքը խարխլում է սոցիալական համերաշխությունը, ինքը խարխլում է վստահությունը իշխանության ինստիտուտների, պետական ինստիտուտների նկատմամբ, որտեղ ասում է օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության ինստիտուտը չի գործում, հա, մարդու իրավունքը, այսինքն այս անվտանգային մարտահրավերների պարագայում արդյոք սա է համարժեք մոտեցում, իհարկե ոչ։ Մյուսը, լավ, եկեք նայենք, էլի, պետք է ազնիվ եղնենք։ Օրը ցերեկով ասվում է, որ Կրեմլը Հայաստանի նկատմամբ հիբրիդային պատերազմ է վարում, ճիշտ է։ Բայց Պուտինի հետ հանդիպման ժամանակ վարչապետը այս բառերը օգտագործում է, որ դու սրիկա ես, դու ես։ Ալիևը 200 կիլոմետր, քառակուսի կիլոմետր օկուպացել է։ Ալիևի հետ խոսակցության ժամանակ նման բառապաշար օգտագործում ես։ Եթե դու ի վիճակի ես ու դա կարևոր է, բանակցության ժամանակ համապատասխան պահվածքը, ոնց կարաս դու քո նկատմամբ սպառնալիքների տեղող այդ ռեժիմների հետ իրապես որը կարևոր է ու գնահատում ենք այդ բառապաշարը օգտագործել բանակցային, քո երկրի ներսում ինչ որ այլ կարծիք ունեցողների հետ այդ բառապաշարը չօգտագործես, այլ բառապաշար օգտագործես։ Այս տարբերակված մոտեցումը ընկալելի է։ Հասկանում եք, չէ՞ ինչի մասին է խոսքը։ Սա ոնց սա ես չեմ հասկանում։ Եթե դու հնարավոր ես համարում, կարևոր ես ու գտնում ես հնարավոր է նրանց հետ խոսալը, դու քո երկրի ինչ որ հատվածի հետ նույնպես պետք է։ Եթե կան հանցագործության տարեր եւ այլն, կիրառի համապատասխան ինստիտուտը։ Հասկանում եք ոնց, այսինքն կա օրենք, կա եւ այստեղ իրավապահ մարմինները երբ որ չեն գործում այդ ուղղությամբ, այդ դրանց փոխարինում է գործադիր իշխանության ղեկավարը կամ ազգային ժողովի պատգամավորը գնահատականներ տալու, անվտանգային մարտահրավերները դիմակայելու դիմադրողականությունը ձևավորվում է, թե խարխլվում է։ Հասկանում եք, ես պատասխանում, ես ուղղակի չեմ հասկանում, պետության պատասխանատվությունը այս խնդիրների առումով ումից պահանջենք, եւ այստեղ ես տարակուսում եմ իրապես։ Մենք ինչ անենք, գլուխներս որ քարով տանք։ Ոնց անենք, որ այս իրավունքի գերակայության սկզբունքը գործի, օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության ինստիտուտը գործի։ Պետական ինստիտուտները ամեն մեկը իր բնակավարի վերաբերյալ հարցերով գործի։ Հո այդ բոլորը չեն վերացելու մի կամ բանը լինի ընդդիմություն, լինի դիմություն, ու սկսեն իրար միսուտելը, որ պետական մարմին բան ինստիտուտներ չգործեն։
Թե կամ այդ գործեն ընտրողաբար, սա է անվտանգության դիմագրավման ուրեմն տարբերակը։ Իհարկե ոչ, ձեզ հստակ եմ ասում, ոչ։ Եվ այս պարագայում այս հնարավոր այս քաոտիկ վիճակը, իսկ դա քաոտիկ վիճակ է, երբ որ ինստիտուտները չեն գործում, ցանկացած արտաքին միջամտության համար պարարտ հողա։ Ցանկացած արտաքին միջամտության համար պարարտ հողա։ Շնորհակալություն, իհարկե ինստիտուտների գործունեության առումով կցանկանայի Տիկին Մելքոնյան ձեր գնահատականը հենց վերջերս տեղի ունեցած գողությունը կարծում եմ ակնհայտ ապացույցն է, եթե հնարավոր է կխնդրեմ անդրադառնալ դրան եւ դրանից բացի եթե ամփոփ ենք քննարկումը կարևորելով անվտանգային մարտահրավերների համատեքստում հենց մարդու իրավունքների պաշտպանությունը, հա, որքան էլ որ դուք հարգելի բանախոսներ նշում եք, ել չգիտեք ինչ ասեք, որովհետեւ տարիներ շարունակ տեսնում ենք նույն խախտումները, տարիներ շարունակ տեսնում ենք նույն խոստումները, նույն ռազմավարությունները, բայց պրակտիկ գործնական կյանքում չենք տեսնում դրանց արդյունքները։ Իհարկե նաև ցանկանամ նշեք, արդյոք կատարողական լինում է, կատարողականը ինչպես է գնահատվում, ընդհանրապես աուդիտ լինում է, այս 2 տարիների ընթացքում արդյոք հետևում են, գնահատում են ընթացքը, ինչ ունենք պրակտիկայում, ինչ է խոստացել ռազմավարությունը թղթի վրա։ Եվ ինչ անել ի վերջո այս ամենից դուրս գալու համար, խնդրեմ։ Վերջից կամ կատարողականներ լինում են, հաշվետվություններ լինում են, բայց դարձյալ, այո, թղթի վրա կան այդ գործողությունները կատարվում են, վերապատրաստումներ կատարվում են, ուղեցույցներ մշակվում են, թե դուք կարդաք գործողությունները, օրենսդրական ակտեր ընդունվում են, այստեղ մի շատ կարևոր բանի եմ ուզում նաև անդրադառնալ, որ բոլոր մեր ռազմավարությունները հաստատվում են կառավարության մակարդակով, այլ ոչ ազգային ժողովի եւ ազգային ժողով նստեյության հաշվետվողականության դաշտ գործադիր իշխանության ռազմավարությունների կատարման մակարդակով չի բերում։ Եվ կարող է այսպիսի գործողություն լինել, որ ընդունվել է օրենք կամ մշակվել է օրենք կամ օրենքում փոփոխություններ, սակայն այդ նույն կատարողականը գնահատվի այնպես, որ գործադիրի մակարդակում է դա ընդունվել, բայց ազգային ժողովում այդ փոփոխությունը օրենքի ուժ չստանա կամ չընդունվի, եւ հաստատիորեն ռազմավարության կատարումը կամ գործողության կատարումը այդ մասով համարվի դրական հենց ռազմավարության մշակողների եւ պատասխանատուների կողմից, որովհետեւ դա անցալվում է կառավարության ռազմավարություն, լավ, ինչը խնդրահարույց է, որովհետեւ հենց այստեղ է, որ դարձյալ մարդու իրավունքների պաշտպանության գործիքակազմը չեն կարող մենք բաժանել ազգային ժողով, կառավարություն եւ այլն, դա պետության հանձնառությունները պետք է լինեն, դա համար մենք բոլոր ռազմավարությունների ընդունելության ժամանակ հատկապես մարդու իրավունքների, դատաիրավական բարեփոխումների, հակակոռուպցիոն եւ այլ բոլորի դեպքերում մենք նշում ենք, որ դա պետք է ազգային ժողովի կողմից հաստատվի, որպեսզի նաև օրենսդրական փոփոխությունների հանձնառությունը լինի նաև ազգային ժողովի մակարդակով, որտեղ շատ ենք նման նաև հիմնավորումներ լսում, դա կառավարության ռազմավարությունն է։ Անդրադառնալով ձեր մյուս հարցերին, լավ, ինստիտուտները այսպես գործում են հնարավոր է, լավ, մենք տեսնում ենք մարդիկ աշխատում են, շատ երկար են աշխատում, բայց նրանց աշխատանքի արդյունքները արդյոք գոհացուցիչ են լինում, լավ, այո, հիմա խոշտանգումների դեմ վարչությունը իր քննիչներով հնարավոր է ամեն օր քրտնաջան աշխատում են, բայց ունենում ենք մենք խոշտանգումների գործերով պատասխանատվության ենթարկված անձինք, ինչ մոտեցումներով են իրենք աշխատում, լավ, ես բազմից եմ ասել եւ սա ինձ համար եւ կարծում եմ նաեւ հանրային մտածելակերպում պետք է նաեւ դառնա քննարկման առարկա, եթե իրավապահ համակարգի ղեկավարը, որը պետք է լինի անկախ, լավ ինքնավար մարդ, պաշտոնատար անձ, հորդորով, խնդրանքով, պահանջով լիազորությունները դադարեցնում է իր ինքնակամ, լավ այդ SMS-ային կապ չունի SMS-ով էր, զանգով էր, չգիտեմ, նամակով էր, թղթային հանդիպումով էր, լավ սա նշանակում է, որ մենք չենք կարող ունենալ անկախ ինստիտուտներ, որովհետև սա նշանակում է, որ նորընտիր անձինք եւս ենթակա են SMS-ային
աշխատանքից ազատման խնդրանքների, պահանջների եւ այլն։ Լավ, եւ սա նաեւ մեծ ռիսկեր է պարունակում եւ ողջամիտ կասկածներ, որ հենց այսպես էլ քննվում են վարույթներ SMS-ներով, պահանջներով, խնդրանքներով, լավությունով, լավ, եւ այն պրակտիկայում ինչ որ մենք տեսնում ենք երկակի չափանիշները հենց իշխանության դեմ կամ իշխանության մերձ անձանց դեմ կատարված հանցագործությունների ենթադրյալ կամ այլ գործողությունների ինչպես են քննվում եւ հակառակը։ Սա հենց դրա ապացույցն է, անկեղծ ասած։ Այդ միջադեպը կամ ինստիտուտների նկատմամբ նման վերաբերմունքը եւ ինքնավար մարմինների նկատմամբ լավ էլ չեմ ասում բարձրագույն դատական խորհրդի ղեկավարի նախագահի պաշտոնանկությունը կամ իր կողմից դիմումի ներկայացումը նման ձևով լրջագույնս խաթարում է մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների նկատմամբ վստահելիությունը իսկ իրավապահ համակարգը իրավունքների պաշտպանության մեխանիզմ է դրանք ստեղծվել են խախտումներ, հանցագործություններ բացահայտելու, այսինքն տուժողի իրավունքի պաշտպանությունը իրականացնելու համար։ Սա մեր իրավապահ համակարգը չի ընկալում։ Եվ հենց այստեղ է, որ իրավապահ համակարգի ներկայացուցիչները խոսում են տուժողների իրավագիտակցության մասին, իրենք պետք է գիտակցեն, որ իրենց գործնեությունն է տուժողի եւ հանրության իրավունքների շահերի պաշտպանությունը, այսինքն քրեական վարույթը հարուցվում է տուժողի իրավունքի ենթադրյալ խախտման կամ խախտման հիմքով Այսինքն ամբողջ ինստիտուտն է գործում այդ հանցագործությունը բացահայտելու եւ հանցագործին պատասխանատվության ենթարկելու, բայց մենք լսում ենք, որ չէ, տուժողն է մեղավոր, այսինքն մի հատ էլ տուժողին ենք թիրախավորում։ Այսքանը թերևս, այո, ինստիտուտները գործում են, կարելի ասել, լավ, մարդիկ գնում են աշխատանքի, բայց մենք ինչքանով ենք արդյունավետ գնահատում նրանց աշխատանքը։ Շնորհակալ եմ, խնդրեմ։ Գիտեք, արդեն որ տարածվեց հա SMS-ը տեղեկատվության փոխանակման սովորական միջոց է։ Խնդիրը SMS-ի միասին չի։ Ոնց որ հիմա նախկինում միայն հեռախոսով էինք, թե հիշում եք կոչվում էր հեռախոսային արդարադատություն, հիմա էլ SMS-ային ասենք, թե բայց խնդիրը SMS-ի մեջ չի։ Խնդիրը վերաբերվում է մենք ի սկզբանե նույնիսկ հեղափոխությունից հետո հիշում եք հայտնի դեմքեր էին նշանակում, ասենք թե Հունան Պողոսյանը, ասենք Սյունիքի մարզպետ կամ Օսիպյանը կամ Վանեցյանը հանվեց, նշանակվեց։ Խնդիրը հետևյալն է։ Լավ, իհարկե, ինչպես Տիկին Մելքոյանը նշեց, բացի բարձրագույն դատական խորհրդից, որտեղ մնացած պաշտոնները գործադիր իշխանությունն են նշանակում, խնդիրը վերաբերում է թափանցիկ եւ հաշվետու կառավարման, այսինքն ինչի հիմար հանեցիք։ Օրինակ, մենք ունենք որոշակի հստակ հիմնավորում, որ այս մարդը պաշտոնից հեռացվել է, ասենք թե չէ SMS-ի մեջ չի խնդիրը, SMS-ով թող հանրության իրազեկեն կամ Facebook-յան, որ այս մարդը աշխատանքից կամ պաշտոնից հեռացվել է, քանի որ ասենք թե իր լիազորությունը լավ չկատարել։ Չէ՞ որ իմանամ ասենք թե հաջորդը որ չեն լսել, այսինքն այստեղ կա հաշվետվողականության զերո մակարդակ։ Այնպես չէ, որ ասենք թե դե ես ուզենամ, կուզենամ կնշանակեմ։ Ուզենամ կհանեմ։ Հա, դու այդ լիազորությունը ունես նշանակելու հանելու, բայց այդ լիազորության, քանի որ այդ հանրային պաշտոններ են, դրանց հիմնավորվածությունը ինձ համար պետք է լինի կանխատեսելի։ Ես ինչպես գնահատեմ, ինչպես կարծիք կազմեմ, թե ինչպիսին է իշխանության մոտեցումը տվյալ պաշտոնի կամ այդ կառույցի գործելակերպից, ինչ պահանջներ են ձևակերպված, որոնց հիմա վրա կարծիք կազմեմ, այդ պահանջները համապատասխանում են սահմանադրությանը, համապատասխանում են իրավական պետության, ժողովրդավարական պետության չափանիշներին, եւ ես դիրքավորում եմ ըստ դրա, ասեմ թե այ տեսեք, այս մարդը չի կատարել այս պաշտոնով սահմանված լիազոր թերիա կատարել, որովհետեւ այդ գործելակերպը չի համապատասխանում, օրինակ հիմա մարդու իրավունքների չափանիշներին, վատակատարում կամ չունի կարողություն, այն որ նոր նշանակվեց, նրանից ակնկալեմ այն խնդիրների լուծումը, որը նախորդը չի կատարել։ Հիմա մենք ոչ նրա ունենք, ոչ էլ նա ունենք, մենք մնում ենք միայն բանը
կառավարության կամ վարչապետի սուբյեկտիվ հայեցողությունը։ Պարսակոս ներողություն, բայց հանրային պահանջել է կարծեք, թե բազմաթիվ քննարկումներ էլ եղան, քննարկվել է թե ինչու է կադրային քաղաքականությունը նման կերպ տարվում, ինչու չկա թափանցիկություն։ Մենք չենք դադարել մեր հաշվետվությունը։ Այո, բայց ազդեցությունը, գործելակերպի փոփոխություն միևնույն է չկա։ Չէ, ներողություն, որ չլիներ չէին հանի, հարցը դա չի, բայց ես ուզում եմ հասկանամ մեր մոտեցումները, չափանիշները ու հանող դնողի մոտեցումները, չափանիշները նույնն են, թե ոչ։ Հասկանում եք ինչ իմաստ նախ։ Կարող ենք դարբես մեր չափանիշների հետ ընդհանրապես բան տեղել չի դրել, ինքը այլ չափանիշ, այդ ինչ չափանիշ է։ Այդ ինչ մոտեցում է, որի հիման վրա դու հանում ես այդ մարդու։ Կարող է մեր իրանց մոտեցումը։ Ես օրինակի համար արտադրության նախարարներից բոլորից մենք բոլորս ավելի ճիշտ պահանջը անցումային արտահայտության այդ գործիքների բանն էր։ Հիմա, բայց անցումային արտահայտությունը այդ մեխանիզմները հանդիսացել է գործադիր իշխանության համար հիմք արտահայտության նախարարներին փոխելու կամ աշխատանքից հեռացնելու համար։ Խիստ կասկածում եմ, հասկանում եք ոնց է, այսինքն այդ տարբերակով չափանիշները խիստ տարբեր են։ ԲԴԽ-ի դեպքում ընդհանրապես աբսուրդ է։ Որտեղ բարձրագույն դատական խորհուրդը դատական իշխանության որպես բարձրագույն մարմին, այլ է դատարան, չէ՞, դատարանը ոնց կարա SMS-ով բանարվի ու չէ, լավ գրվեց SMS-ով, բայց նախ առաջերտին ի՞նչ է նշանակում SMS-ը, հա, կամ ու բարձրագույն դատական խորհրդի նախագահը, լսեք, մենք լավ գիտենք բարձրագույն դատական խորհուրդը, արտադրության խորհուրդը, բայց երբ որ նման մոտեցումը շարունակում է ու վարչապետի SMS-ից հետո հրաժարվում է, դուք հասկանում եք այդ ինչը։ Դա նշանակում է խորը կասկածի տակ դնել դատաիրավական բարեփոխումների ամբողջ ուրեմն տրամաբանությունը։ Ամենամեծ հարվածը չես պատկերացնում, թե դրանից ավելի էլ ինչ կարելի է հարված խփել, հարվածել, ասենք արտադրության, հա, նկատմամբ վստահության տեսակետից։ Ու սա այս հարցը հենց չէ, որ մենակ ներհայաստանյան է բանը, դե հա ոչ մեկը չի իմանում, կամ այսօրվա այդ գրառումը ոչ մեկը չի իմանալու կամ բան։ Դուք պատկերացնում եք, չէ՞, դա ինչ քաղաքական բան է ունենալու։ Հետևանքներ ունենալու պետության բանի, հո բան չի, թաքուն բան չի, հա, դա ցիտատահվելու եւ այլն, ինչ որ խոսակցության ժամանակ մեկը կտեսնես բանը հայտնի դեմքերը, թեկուզ նույն Իլհամ Ալիևը կամ նույն Պուտինը կամ չգիտեմ որից մեկը կասես ինչ հաշիվ էր, հա, այս մարդկանց անձնական կյանքի ներքին ինչ որ բաներով արդեն հասել եք դրանով, որ զբաղվում եք, դուք պատկերացնում եք, չէ՞, ինչա։ Դա կատաստրոֆա է ուղղակի։ Ես ուղղակի շոկի մեջ եմ, ես չեմ կարող պատկերացնել։ Շնորհակալ եմ, եթե կան լրացումներ։ Պարոն Սաքվնցի հետ, ինչքան էլ քննչական մարմիններն ընկալվում են որպես գործադիր իշխանության մարմիններ, որտեղ նշանակվում են կառավարության կողմից, բայց դրանք ունեն հստակ անկախության երաշխիքներ օրենքով նախատեսված եւ այս ձևով ղեկավարի պաշտոնանկությունը կապ չունի դա ինչպես ընկալվեց եւ այո մեթոդը դրա կատարման պահանջեր, խնդրանք էր, SMS-ով էր թե զանգով էր, խաթարում է հենց այդ մարմինների անկախությունը, որովհետեւ մենք ունենք հիմա երկու քննչական մարմիններ, կոմիտեն, քննչական կոմիտեն եւ հակակոռուպցիոն կոմիտեն, որոնք քննում են հանցագործություններ ամբողջ մեր երկրում, այդ թվում իշխանությունների կողմից կատարված ենթադրյալ լավ հանցագործություն է, այսինքն եթե վարչապետի մակարդակով օրենքով չնախատեսված հիմքերով եւ կարգով լավ միջամտություն է արվում այս ինքնավար մարմինների անկախ, որոնք օրենքով նախատեսված է, որ պետք է լինեն անկախ նրանց նշանակումից եւ ղեկավարը կարող է պաշտոնանկարվել բացառապես դրան օրենքներով նախատեսված հիմքերով եւ ընթացակարգով, նշանակում է սա անօրինական միջամտություն է եւ այո ամբողջ ինստիտուտների նկատմամբ ոտնձգություն եւ նրանց անկախության խաթարում։ Եվ այո ընկալումը ողջամիտ այն է, որ նորանշանակ, արդեն նորանշանակ չեն ղեկավարները եւս ենթակա են հենց կառավարությանը եւ սա նորմալ ընկալում է, սա ողջամիտ է, այսինքն նրանց պահանջները պետք է կատարեն, որ հաջորդ SMS-ը իրենք չստանան։ Դա որովհետեւ գործընթացը տեղի ունեցավ ապօրինի։
Իսկ բարձրագույն դատական խորհրդի մասին իհարկե չեմ խոսում, մենք հիշեք 2022 թվականին, երբ որ ընտրվում էր նախորդ նախագահ հայտարարություն էին կարել, որ չի կարող կուսակցական անձ ընտրվել, նախկին արդարադատության նախարարը ընտրվել եւ ունենալու է կախվածություն, կապվածություն եւ այլ ռիսկերն էինք գնահատում, որը նաեւ միջազգային գործընկերները եւ միջազգային կազմակերպություններն իրենց ռեկոմենդացիաներում նախատեսեց, որ չի կարող կուսակցական անձը լինել եւ դա խաթարելու է եւ ողջամիտ կասկածները առաջացնելու նրա գործունեության վերաբերյալ, մենք այսօր սա տեսանք եւ այո, դեռ նոր որոշումներ են ունենալու Հայաստանի Հանրապետության վերաբերյալ խնդրահարույց, այդ թվում եւ դատավորների կարգապահական պատասխանատվության համատեքստում եւ այստեղ է հենց որ խաթարվում է ամբողջ իրավապահ համակարգի եւ դատական համակարգի անկախության չափանիշները։ Եվ նաև արդյունքում տեսնում ենք մարդու իրավունքների խախտումների հետ կապված, այո։ Շնորհակալ եմ հարգելի բանախոսներ, հիշեցնեմ մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում մարդու իրավունքների 2025-ին, ինչ էր խոստացել պետությունը, ինչ է ստացել ժողովուրդը թեմայով։ Մեր բանախոսներն էին Արաքս Մելքոնյան, իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպության ղեկավար եւ Արթուր Սաքունցը, իրավապաշտպան Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար։ Շնորհակալ եմ, հաջողություն։